Սիրելիներ, երբեմն մեր կյանքում պատահում են պահեր, լինում են պահեր, որոնք մեզ զարմացնում են։ Օրինակ լսում ենք խոսք կամ խոսքեր, որ չէինք պատկերացնում, որ կլսեինք այդ մարդուց։ Կամ տեսնում ենք այնպիսի արարք, որ չէինք պատկերացնում, որ այդ մարդը այդպիսի բան կանի։ Եվ որ լսում ենք այդպիսի խոսքեր կամ տեսնում ենք այդպիսի արարքներ, մի պահ կանգ ենք առնում զարմացած եւ սկսում ենք մտածել ինչ էր սա։ Այսօրվա մեր հատվածը նման բանի մասին է խոսում։ Եվ որ Հիսուսը մարդկանց ասում է. ես ձեզ չեմ ճանաչել։ Բայց մինչև այդ հատվածին անցնելը պիտի հիշեցնեմ, թե ինչ մենք լսեցինք այս երկու շաբաթվա ընթացքում։ Նախ լսեցինք նեղ եւ լայն ճանապարհների մասին։ Եվ տեսանք, որ մարդկային տրամաբանությամբ լայն ճանապարհը լավ է, գրավիչ է, այնտեղ շատ մարդիկ են գնում, բայց այդ ճանապարհը տանում է դեպի կործանում եւ այդ ճանապարհը խաբուսիկ է։ Նեղ ճանապարհը լսեցինք, որ դժվար է, պահանջում է հավատք, պահանջում է զոհողություն, բայց այդ ճանապարհը տանում է դեպի կյանքը։ Դրանից հետո անցյալ շաբաթ մենք լսեցինք կեղծ մարգարեների մասին, ովքեր գալիս են գարան մորթով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Եվ այդ կեղծ մարգարեները չեն մտածում համայնքի մասին, այլ մտածում են, թե ինչ կարող են տանել համայնքից եւ ոչ թե ինչ կարող են տալ համայնքին։ Եվ նրանց գաղափարները առավել կարևոր են, քան Աստծո գաղափարները, Աստծո խոսքը եւ Աստծո խոսքից բխող սկզբունքները։ Այսօրվա մեր հատվածը խոսում է այն մասին, թե ինչ է սպասվում այս կեղծ աստվածապաշտ մարդկանց։ Եթե մինչև այստեղ Հիսուսը մեզ սովորեցնում էր ճանաչել նրանց, ճանաչել այդ մարդկանց իրենց պտուղներից, ապա հիմա Աստված ցույց է տալիս, թե ինչ էր լինելու նրանց վերջնական դատաստանը։ Եվ այսօր պիտի ընթերցենք Աստծո Սուրբ Ավետարանից, Մատթեոսի ավետարանից, Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-ից 23 համարները։ Լսենք Աստծո խոսքը եւ եթե կուզեք, եկեք ոտնկայս լսենք Աստծո խոսքը եւ միասին կարդանք Աստծո խոսքը։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-ից 23 համարները։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Եկեք աղոթենք։ Մեր սքանչելի Աստված, խոնարհվում ենք քո առջևը Տեր եւ խնդրում ենք, որ ամեն մեկիս միտք իմաստություն տաս, որպեսզի կարողանանք հասկանանք քո խոսքը եւ ուժ տաս, որպեսզի կարողանանք քո կամքը կատարել եւ քո անունը փառավորել մեր կյանքերի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Կարող ենք նստել։ Եկեք պատկերացնենք ամեն մեկս, որ գնում ենք մի կարևոր միջոցառման։ Եվ ամեն մեկս համոզված ենք, որ ամեն մեկիս ներս կթողնեն, որովհետև կազմակերպիչը կամ տանտերը մեր ծանոթն է, եւ մենք ճանաչում ենք իրեն։ Բայց երբ հասնում ենք դռան մոտ, մեզ հարցնում են. «Ուր է քո հրավիրատոմսը»։ Ես ասում եմ հրավիրատոմս չունեմ, բայց տանտերը իմ ծանոթն է, կազմակերպիչը իմ բարեկամն է։ Իրեն կանչեք եւ ինքը կասի, որ ես իրեն հարազատն եմ, իրեն ծանոթն եմ։ Եվ տանտիրոջը կամ կազմակերպիչին կանչում են եւ կազմակերպիչը ասում է. ես այս մարդին չեմ ճանաչում։ Ինչ զգացմունք կունենաք այդ պահին։ Ես ինչ զգացմունք կունենամ այդ պահին։ Որքան էլ որ պնդենք, որ ճանաչում ենք իրեն, կազմակերպիչը կամ տանտերն ասում է, որ իրականությունը այլ է։ Նա մեզ չի ճանաչում։
Եվ Հիսուսը լեռան քարոզի մեջ այդպիսի օրինակ է բերում։ Դատաստանի օրը, սիրելիներ, կլինեն մարդիկ, ովքեր կպնդեն, թե ճանաչում են Քրիստոսին, բայց դատաստանի օրը միայն մարդկանց դավանանքը կամ միայն մարդկանց ասելը, որ ճանաչում են Քրիստոսին, բավարար չի լինի։ Կարևոր պիտի լինի Աստծո խոսքը, ինքը ճանաչում է մեզ, թե ոչ։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ուշադրություն դարձրեք, Հիսուսը չի ասում, որ սխալ է եւ որ մարդիկ իրեն Տեր են անվանում կամ Տեր են կոչում, այլ ընդգծում է, որ դա բավարար չի լինելու դատաստանի օրը։ Լոկ խոսքերը չեն կարող արդարացնել այն մարդուն, ով չի հնազանդվում հոր կամքին։ Միայն խոսքերը բավարար չեն լինելու, եւ երկնքի արքայության դուռը բացվելու է ոչ թե խոսքերով, այլ հոր կամքը կատարելով։ Երկնքի արքայության դուռը բացվելու է այն մարդկանց առջև, ովքեր հոր կամքն են կատարում, ովքեր հոր կամքի մեջ են մնում։ Շատ հեշտ է, սիրելիներ, շատ հեշտ է լեզվով ասել, որ Քրիստոսը իմ Տերն է, բայց դժվար է կյանքում այդպես ապրել։ Ինչպես հեշտ է հավատարմության մասին խոսել կամ հավատքի մասին երգել, բայց այդ դավանանքը իրական է դառնում միայն այն ժամանակ, երբ որ կյանքովդ ապրում ես, երբ որ դու հավատարիմ անձնավորություն ես քո ընտանիքին, քո եկեղեցուն, քո հայրենիքին։ Սիրո մասին խոսելը հեշտ է։ Բոլորս էլ խոսքով կարող ենք իրար սիրել։ Չնայած երբեմն նույնիսկ խոսքով ենք դժվարանում իրար սիրել, դժվարանում ենք խոսքով իրար քաջալերել, բայց խոսքով սիրելը ավելի հեշտ է, քան գործնականում։ Հեշտ է, եւ որ մենք ասում ենք սիրում ենք, բայց իրականության մեջ չենք սիրում։ Հեշտ է, եւ որ ասում ենք Աստծուն սիրում ենք, բայց եւ որ ժամանակը գալիս է թողնում ենք մեր ծառայությունը եւ մեր հարմարավետությանն ենք նայում։ Սերը զոհողություն է պահանջում։ Հեշտ է ասել ներել, ներում եմ։ Շատ մարդիկ ասում են ներել ենք, բայց չեն ցանկանում հաղորդակցվել միմյանց հետ։ Եվ այդ չներելու բեռը իրենց ուսերին գնում են եւ ցանկանում են նեղ դռնով ներս մտնել, չգիտակցելով, որ այդ բեռը չի թողնելու իրենց, որ այդ նեղ դռնով ներս մտնեն։ Հիսուսն ասում է, խոսքերը բավարար չեն։ Կարևորը հոր կամքը կատարելն է, ոչ միայն շուրթերով դավանելը։ Ինչպես այսօր ընթերցեցինք Եսայի մարգարեության մեջ, Հիսուսն ասում է, որ այս ժողովուրդը շուրթերով է ինձ պատվում, բայց նրանց սրտերը հեռու են ինձանից։ Հիսուսը մեջբերում է անում Եսայի մարգարեության խոսքերը։ Այս ժողովուրդը միայն շուրթերով է ինձ պաշտում եւ նրանց սիրտը ինձանից հեռու է։ Եվ սա ցույց է տալիս, որ արտաքին դավանանքը, արտաքին խոսքերը կարող են գեղեցիկ լինել, բայց իրականությունը որոշում է սրտի մաքրությամբ։ Արդյոք քո ներքին անձը սիրում է Աստծուն, թե չէ։ Սիրելիներ, ուշադրություն պիտի դարձնենք։ Սա չի նշանակում, որ մենք Աստծո առջև արդարանում ենք մեր գործերով։ Մենք ամեն մեկս գիտենք, որ փրկությունը դա ձրի շնորհն է։ Մեր արժանիքից չի գալիս, բայց Հիսուսը ցույց է տալիս այստեղ, որ խոսքերը արժևորվում են կամ արժեք են ձեռք բերում եւ որ կյանքով է հաստատվում։ Այո, մեր կյանքը պիտի համապատասխանի։ Մեր կյանքը պիտի համապատասխանի Աստծո կամքին։ Եվ որ մենք խոնարհվում ենք Աստծո կամքի առջև, մեր կյանքը դադարում է լինել եսակենտրոն։ Մենք չենք մտածում միայն մեր անձերի մասին, այլ մտածում ենք Տիրոջ փառքի համար։ Եվ այն պտուղները, որոնք մենք ցույց ենք տալիս, կամ մարդիկ տեսնում են մեր հավատքի կյանքում, դրանք նշան են, որ մենք պատկանում ենք Քրիստոսին։ Ցավոք, եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ շատ հոգևոր մարդիկ, հոգևորականներ ազատորեն ասել են Տեր արտահայտությունը, բայց նրանց
եսակենտրոն կյանքը չի պատասխանել այդ իրականությանը։ Այսինքն միայն խոսքերով դավանելը, միայն խոսքերով ասելը, որ մենք Քրիստոսին ենք պատկանում, դատաստանի օրը բավարար չի լինելու։ Աստծո խոսքն ասում է, մտնելու են նրանք երկնային արքայություն, ովքեր իմ հոր կամքն են կատարել։ Եվ ամեն մեկս այստեղ հարց ունենք մեզ տալու։ Արդյոք մենք միայն խոսքերով ենք դավանում Քրիստոսին Տեր, թե մեր ապրած կյանքը ցույց է տալիս, որ իրականությունը այն է, որ մենք ամբողջ մտքով, հոգով եւ սրտով Տիրոջն ենք պատկանում։ Աստծո խոսքն ասում է այն օրը չի ասում մի քանի մարդիկ ուշադրություն դարձրեք։ Այն օրը շատերը ինձ կասեն։ Շատ մարդիկ ինձ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Եվ նայեք 22 համարը այսպես է սկսվում. այն օրը, որ օրվա մասին է խոսքը, դատաստանի օրվա մասին է խոսքը, երբ այս աշխարհի կյանքը կավարտվի եւ յուրաքանչյուր մարդ մեծ թե փոքր, թագավոր թե ծառա, ուսյալ, չկրթված, չգիտեմ, աղքատ, հարուստ, բոլորը պիտի կանգնեն Աստծո դատաստանի առջև հաշիվ տալու իրենց կյանքերի համար։ Շատերը այդ օրը կդիմեն նրան, Տեր, Տեր, կրկնակի ուշադրություն դարձրեք, չի ասում Տեր, 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 կրկնակի ցույց տալով, որ դու ես իմ Տերը։ Եվ այդ օրը շատերը Հիսուսին կասեն, որ մենք, Տեր Աստված, կփորձեն զարմացնել Հիսուսին, կասեն քո անունով, մենք քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով հրաշքներ գործեցինք։ Եվ այս 3 պնդումները, նայեք 3 պնդում, մարգարեություն, դևեր հանել եւ հրաշքներ գործել, սրանք եւ որ նայենք կրոնական առումով մեծ նվաճումներ են։ Դրանք կարծես ապացույց են, որ մենք Աստծուն ենք պատկանում։ Այս մարդիկ ինչ որ ձևով ուզում են ապացուցեն, որ մենք քոնն ենք, չէ որ քո անունով ենք արել ինչ որ արել ենք։ Եվ նրանք հավանաբար սպասում են, որ Աստված պիտի իրենց գովի եւ նրանց դրական պատասխան տասի ապրեք, բայց տեսնում ենք, որ նույնիսկ այսպիսի գործերը չեն կարող փոխարինել հնազանդությանը։ Եթե մենք հնազանդ չենք հոր կամքին, ապա մեր արածը իզուր է։ Աստվածաբաններից մեկն ասում է, որ նրանք արել էին ամեն ինչ բացի Տիրոջ կամքից։ Չեն ասում, ուշադրություն դարձեք, չեն ասում մեր անունով դևեր հանեցինք, քո անունով, կարծես Աստծո անունը որպես զենք օգտագործել էին, բայց Հիսուսն ասում է ես ձեզ չեմ ճանաչում։ Սարսափելի նախադասություն է, սարսափելի տողեր են։ Պատկերացրեք, որ վստահ եք լինում, որ Աստված քեզ պիտի ընդունի, քեզ ճանաչում է, բայց ասում է հեռու գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ սա մեզ հիշեցում է, զգուշացում է, որ կրոնական ակտիվությունը ինքնին չի նշանակում հնազանդություն։ Մարգարեանալ, դևեր վռնդել, հրաշքներ գործել, բոլորն էլ տպավորիչ են, բայց եթե չի բխում Տերոջ կամքից, ապա դատաստանի օրը այդ մեր արածները կամ քո արածը ոչ մի արժեք չի ունենալու։ Մարդու կյանքը, սիրելիներ, մեր կյանքը կարող է լցված լինել կրոնական լի գործունեությամբ։ Եկեղեցում կարող ենք ծառայել, ժամերով կարող ենք աղոթել, այցելություններ անել, ծոմ պահել, բայց եթե մեր սիրտը չի հնազանդվում Աստծուն, ապա ամեն ինչ դատարկ է։ Աստված չի փնտրում արտաքին գործեր, սիրելիներ, Աստված փնտրում է հնազանդ սրտեր։ Եվ այսօր ամեն մեկս եկեք մեզ հարց տանք, արդյոք մեր սիրտը հնազանդ է Աստծո առջև։ Այս մարգարեություն անելը, դևեր վռնդելը եւ հրաշքներ գործելը չի ապացուցում, որ մարդու սիրտը Քրիստոսի հետ է։ Նոր կտակարանը մեզ նաեւ հիշեցնում է, որ կլինեն մարդիկ, ովքեր սուտ հրաշքներ կանեն, որոնք արտաքին տեսքով այդ հրաշքները մեծ կլինեն, բայց չեն բխում Աստծո կամքից։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 9-րդ համարն ասում է. նրա գալուստը, այսինքն ների, սատանայի ներգործությունով պիտի լինի եւ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով։
Աստծո խոսքը մեզ զգուշացնում է, որ մարդիկ կլինեն, որ սուտ հրաշքներ կանեն։ Այս ամենը կարող ենք տեսնել նաև 5 տակարանի մեջ։ Զաքարիա 13-րդ գլուխ 4 համարը նայեք ինչ է ասում։ Այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկը իր տեսիլքից պիտի ամաչեն եւ խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։ Մենք գիտենք ո՞րն էր մարգարեի դերը։ Մարգարեի դերը Աստծո կամքը մարդկանց հաղորդելն է։ Եվ 5 տակարանում, եւ որ մարգարեն դուրս էր գալիս մարգարեություն անելու, այդ մազոտ վերարկուն էին հագնում։ Վերարկուն էին հագնում, որ ցույց տան, որ իրենք դուրս են եկել Աստծո կամքը հայտնելու եւ պաշտոնապես Աստծո անունից են խոսում։ Եվ այդ թիկնոցը կարծես նշան էր, որ իրենք ճշմարիտ մարգարեներ են։ Եվ այդ թիկնոցի մեջ կար ուժ եւ իշխանություն։ Եթե 5 տակարանից հիշենք վերարկուների պատմությունը, կարող ենք հիշել Եղիային, Եղիսեին, հիշեք վերարկուի պատմությունը, որ ուզեց։ Բայց այդ վերարկուն նաև կարող էր խաբեության նշան լինել։ Կհիշեք Եսավի եւ Հակոբի պատմությունը, ինչպես խաբեցին։ Եվ հետաքրքիր մի բան է, վերարկուն կամ այդ թիկնոցը, որ պիտի նշան լիներ, որ այս մարդը ճշմարիտ մարգարե է, երբեմն հանդիսանում է խաբեության նշան։ Եվ այսօր մենք կարող ենք տեսնել, որ մարդիկ երբեմն Աստծո անունով ասում են, որ մարգարեություններ են անում, բայց հարց է առաջանում, արդյոք Աստծո անունով է։ Կեղծ մարգարեները վարձի դիմաց մարդկանց այնպիսի բաներ էին ասում, որ մարդկանց ականջներին հաճելի լիներ։ Եվ ինչքան հաճելի բաներ էին ասում, այդքան իրանց գումարը շատ է լինում։ Ի հակառակ դրան ճշմարիտ մարգարեները միշտ խոսում էին արդարության համար, խոսում էին սոցիալական անարդարության դեմ, խոսում էին կռապաշտության դեմ, խոսում էին, որ դուք մեղքի մեջ եք։ Եվ մարդիկ շատ ժամանակ չէին լսում այդ մարգարեներին։ Լսում էին նրանց, ում խոսքը իրենց ականջին հաճելի էր։ Եվ այստեղ այսօր մենք մտածելու շատ տեղ ունենք։ Նայեք ինչ են ասում։ Մարդկանց մի խումբ գալիս է Աստծո առջև կանգնելու դատաստանի օրը եւ ասում է, չէ՞ որ մենք մարգարեացանք քո անունով եւ դևեր հանեցինք քո անունով։ Եվ Հիսուսն ասում է, մի կողմ գնացեք։ Մի կողմ գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ պատասխանը շատ չոր է։ Ոչ թե միայն ասում եմ, ես ձեզ չեմ ճանաչում, հեռացեք ինձանից։ Եթե մեր ապրած կյանքում ինչ-որ մեկը մեզ ասի, գնա իմ կողմից, հեռացի, ես քեզ չեմ ճանաչում, դա մեզ համար շատ վիրավորական կլինի։ Ինչքան վիրավորական կամ ինչքան վատ պիտի լինի, եւ որ դատաստանի օրը Աստված ասի, գնա, ես քեզ չեմ ճանաչում։ 23 համարը այսպես է ասում. ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ եւ կասեմ, ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Հիսուսի պատասխանը դատաստանի օրը հստակ եւ վերջնական է. ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Սիրելիներ, ես ձեզ երբեք չեմ ճանաչել չի նշանակում, որ Աստված իրենց մասին չգիտի, իրենց մասին տեղյակ չի։ Աստված իր ամենագիտության շնորհիվ գիտի ամեն մեկին։ Գիտի մեր սիրտը, գիտի մեր միտքը, գիտի մեր մտածմունքը, ամենափոքր բանը գիտի, թե մենք ինչ ենք մտածում։ Ես ձեզ չեմ ճանաչում նշանակում է ես ձեզ չեմ ճանաչում որպես իմ զավակ։ Դուք ոչ մի անգամ իմ ընտանիքի անդամը չեք եղել։ Եվ այս խոսքը, Հիսուսի այս խոսքը ես ձեզ չեմ ճանաչում, հակադրվում է այս մարդկանց պնդումներին։ Դևեր հանեցինք, մարգարեություն արեցինք կամ հրաշքներ գործեցինք։ Հիսուսն ասում է գնացեք դուք, որ անօրենություն եք գործում։ Սիրելիներ, մտածելու շատ տեղիք ունենք, շատ տեղ ունենք մտածելու։ Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 46 համարն ասում է. ինչու եք ինձ Տեր անվանում եւ չեք անում այն ինչ ձեզ ասում եմ։ Ինչու եք ինձ Տեր կոչում։ Եթե ես եմ ձեր Տերը, պիտի կատարեք իմ կամքը։ Բայց ինչու եք ինձ Տեր անվանում, ինչու եք կեղծավորություն անում, եւ որ դուք ինձ Տեր եք կոչում, բայց ձեր ցանկությունն եք կատարում։ Այս կրոնական կեղծավորությունը ամենավատ կեղծավորությունն է,
Եվ երբեմն մենք ընտրում ենք այստեղ կհնազանդվենք, Աստծուն այս կետում չենք հնազանդվի, այս պատվիրանը կպահենք, իսկ այս պատվիրանը չենք պահի, այս ընտրողական հնազանդությունը լիարժեք հնազանդություն չէ։ Եվ դա ոչ թե հնազանդություն է, դա ավելի համաձայնություն է։ Եթե քո սրտի համաձայն է, դու կկատարես Տիրոջ կամքը, եթե չէ, ուրեմն չես կատարի։ Եթե մենք իսկապես խոստովանում ենք, իսկապես դավանում ենք, որ Քրիստոսն է մեր Տերը, ապա պետք է պատրաստ լինենք մեր կամքը ենթարկել Աստծո կամքին։ Նույնիսկ եթե դժվար է, նույնիսկ եթե չենք հասկանում ինչու, կարևոր է, որ ամեն մեկս մեր կամքը ենթարկենք Աստծո կամքին։ Սիրելիներ, ուշադիր պիտի լինենք։ Երբեմն այդ տպավորիչ գործերը կարող են շեղել մեր ուշադրությունը։ Ինչպես Աստվածաշունչն է զգուշացնում, որ կեղծ առաջնորդներ կգան եւ հրաշքներ կանեն։ Հիսուսն ասում է Ղուկաս 10:20-ում, որ մի ուրախացեք, որ հոգիները ենթարկվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Հրաշքներ անել, դևեր անել, երբեմն տեսնում ես մարդկանց, ովքեր նույնիսկ դևերի անունները արդեն անգիր գիտեն, այս ինչ դև են, ինչ դևը։ Կարծես ուզում են տպավորություն թողել մարդկանց վրա, որ մենք այս բաները արեցինք, որ ցույց տան, ապացուցեն, որ մենք Քրիստոսի ծառաներն ենք։ Այդ գործերը տպավորիչ չեն։ Միգուցե տպավորիչ են մարդկանց առջև, բայց Աստծո առջև տպավորիչ չեն։ Աստված հնազանդ սրտեր է ուզում։ Աստված սիրող սիրտ է ուզում։ Պողոս առաքյալն ասում է, եթե մարգարեություն ունենամ, մարգարեության պարգև ունենամ, բոլոր գաղտնիքները կարողանամ հայտնեմ, եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին, մարմինս այրելու տամ, բայց սեր չունենամ, ես ոչ մի բան չունեմ, ես ոչ մի օգուտ չունեմ։ Այսինքն գործերը արժեք չեն ունենա, եթե մեր սիրտը չի հնազանդվում Աստծուն։ Այսպիսով, սիրելիներ, փրկությունը չի հիմնվում արտաքին դավանանքի վրա, միայն խոսքերի վրա, կրոնական գործունեության վրա, այլ հնազանդություն է պետք։ Սիրտդ պետք է, որ Աստծո սրտի հետ գնա։ Ուրեմն, սիրելիներ, մեր վստահությունը Աստծո գործի վրա պետք է լինի։ Մենք պիտի վստահենք, որ Տերը մեզ ճանաչում է։ Եվ եկեք հարց տանք ինքներս մեզ. արդյոք Աստված մեզ ճանաչում է։ Կալվինը այսպիսի մի բան է ասում. մարդու մեծագույն գործը ճանաչելն է Աստծուն, իսկ ճշմարիտ ճանաչումը այն է, որ մարդը նաև ճանաչում է Աստծո կողմից, նրա շնորհով եւ սիրով։ Մարդը ճանաչվում է Աստծո կողմից։ Եթե ամփոփենք, սիրելի եղբայրներ, մենք կարող ենք ասել, որ դատաստանի օրը որոշիչը ոչ թե մեր խոսքերը պիտի լինեն, ոչ թե մեր կրոնական գործունեությունը պիտի լինի, այլ արդյոք մեր սրտերը հնազանդ են Աստծուն, թե չէ։ Սա կարող է մեզ առաջին հայացքից վախեցնող թվալ։ Ամեն մեկս կարող ենք վախել, բայց հենց այստեղ է ավետարանի բարի լուրը, սիրելիներ։ Քրիստոսը մեզ մենակ չի թողնում։ Նա է փրկության ճանապարհը, նա է նեղ դուռը եւ նրա շնորհիվ մենք կարող ենք մտնել հավիտենական կյանքը։ Մեր հույսը Աստծո գործն է, որ խաչի վրա իր կյանքը տվեց ամեն մեկիս համար։ Մեր հույսը միայն դրա մեջ է, ոչ թե մեր դավանանքը, ոչ թե մեր գործունեությունը։ Եվ հիմա, եթե կհիշեք առաջի մեր պատմությունը, եւ որ ասեցի պատկերացրեք, որ միտեղ եք գնում եւ տան Տերը ձեզ չի ճանաչում։ Հիմա պատկերացրեք նույն միջոցառումն է, դուք հրավիրատոմս չունեք, գնում եք դրան մոտ կանգնում եւ տանտերը կամ պահակը ավելի շուտ ասում է ուր է քո հրավիրատոմսը եւ դու ասում ես ես հրավիրատոմս չունեմ, բայց հերվից կազմակերպիչը կամ տանտերը քեզ տեսնում եւ ճանաչում է եւ գալիս է ասում է թողեք այդ մարդը ներս մտնի, որովհետեւ ես ճանաչում եմ իրեն։ Եվ դատաստանի օրը այն մարդիկ, ովքեր հավատարիմ ձևով, հնազանդ ձևով իրենց սրտերը պատկանել է Աստծուն, Քրիստոս պիտի ասի մտիր քո Տերոջ ուրախության մեջ։ Եվ մեր աղոթն է, որ այստեղ ամեն մարդ կարողանա այդ նախադասությունը լսի. մտի քո Տիրոջ
ուրախության մեջ։ Ուրեմն սիրելիներ, եկեք այս վստահությամբ եւ այս բարի լուրը լսելով մեր կյանքերը ամբողջովին, մեր սրտերը ամբողջովին Քրիստոսին հանձնենք եւ մենք հասկանանք, որ մենք ճանաչում ենք մեր հովին եւ ամենակարևորը, որ ինքը մեզ ճանաչում է որպես իր ընտանիքի զավակ։ Ամեն Աստծո խոսքին։